Մայիսի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Առավոտյան ժամը 7:50-ի սահմաններում Մովսես Խորենացի փողոցում գտնվող ձերբակալվածների պահման վայրում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը մարզերից մեկի բնակիչ 53-ամյա Մարադ Մ-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, սպանություն, հանկարծամահություն հատկանիշներով։ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։ Գագաթնաժողովում Ռուսաստանի, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի առաջնորդները համատեղ հայտարարություն են ընդունել, կոչ անելով Հայաստանին հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, ինչպես նաեւ աջակցության համար, հայտնել են վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով, արդեն հանդիպման ձևաչափով։ Հրկիզել են Բագրատ Սրբազանի ու մյուսների գործով անցնող Արմեն Ալեքսանյանի մեքենան։ Նրա էջում տեսանյութեր են հրապարակվել, որտեղ երևում է, որ մեքենայի ներսում հրդեհ է ու ժամանած հրշեջ փրկարարները մարում են այն։ Հրապարակմանը կից նաև լուսանկար կա, որտեղ անմիջապես մեքենայի կողքին երևում է բենզինով մեծ, բայց արդեն գրեթե դատարկ շիշ։ Հենց դրանից էլ ենթադրվում է, որ մեքենան հրկիզել են, ոչ թե ուղղակի հրդեհ է բռնկվել։ Նախորդ օրը Ալեքսանյանը տեսանյութեր հրապարակել, որտեղ նշում էր, որ իրեն հաղորդակցություն են ուղարկել շեշտելով, որ Ջրվեժի համայնքապետարանում ստիպում են ընտրություններին քվեարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, այլապես աշխատանքից կազատեն։ Ակտիվիստին հաղորդակցություն ուղարկած անձը նաև նշել է, որ պետք է ընտրությունը հեռախոսով նկարել հետագայում ցույց տալու համար։ Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի կենդանի ձկան եւ Ռուսաստանի Դաշնություն արտահանման համար նախատեսված ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը բոլոր հայկական ընկերություններում։ Սա վերաբերում է բացառությամբ երկուսի, որոնք ստուգում են անցել, հայտնել է Ռոսսելխոզնաձորը։ Նշվել է, որ թույլատրված երկու ընկերությունների ձկնամթերքը Ռուսաստան կներմուծվի անվտանգության ցուցանիշների լաբորատոր մոնիթորինգի պայմանով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է ազատության աջակցության մասին ակտի 907-րդ փոփոխության կասեցումը։ Նա հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փաստաթուղթը թվագրված է 2025 թվականի օգոստոսի 8-ով։ Այնտեղ նշվում է, որ բացառման պահպանումը անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ԱՄՆ ջանքերին աջակցելու, ԱՄՆ զինված ուժերի եւ նրա դաշնակիցների գործառնական պատրաստվածությունն ապահովելու եւ Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ամրապնդելու համար։ Հատկապես ընդգծվում է, որ տրամադրվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ եւ չպետք է խոչընդոտի Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության գործընթացին։ Փաստաթղթում անձամբ Թրամփը մակագրել է. Իլհամ, դու հրաշալի ես։ Ի պատասխան Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Թրամփին, նշելով, որ բարձր է գնահատում այս մտածված եւ բարի ժեստը եւ մեծ հարգանքով է վերաբերվում դրան։ Այս բանաձևով ԱՄՆ կոնգրեսը 1992 թվականից արգելել էր Ադրբեջանի Հանրապետությանը ուղիղ օժանդակություն ցուցաբերել։ Իսկ 1996 թվականին ընդունվել էր դրույթ, որով ԱՄՆ նախագահին թույլատրվել էր մարդասիրական օգնություն տրամադրել։ Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հարստացված ուրանի վերաբերյալ որևէ երկրի հետ առանձին բանակցություն չի եղել։ Թեհրանի դիրքորոշմամբ ներկայիս բանակցային գործընթացում այդ հարցը որպես առանձին թեմա չի շոշափվում ու չի քննարկվում։ Թեհրանը շարունակում է պնդել, որ Իրանի միջուկային ծրագիրը ունի բացառապես խաղաղ բնույթ եւ հարստացման վերաբերյալ հարցերը կարող են քննարկվել միայն ավելի լայն քննարկումների շրջանակում։ Բեյրութի բնակիչները լքում են Դահիա թաղամասը, որին մտադիր է հարված հասցնել իսրայելական բանակը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարը հրահանգել են Ցախալին հարվածել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձաններում գտնվող Հեզբոլլա շարժման օբյեկտներին։ Լիբանանում ընթացող ռազմական գործողությունները, որոնք վարչապետ Բենյամին Նեթանյահուն վճռորոշ շրջադարձ է անվանել, արժանացել են եվրոպական մի շարք առաջնորդների քննադատությանը։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Կուպերը դատապարտելով իրավիճակը, ընդգծել է, որ Իսրայելի ռազմական էսկալացիան հանգեցնում է խաղաղ բնակիչների շրջանում զոհերի, ենթակառուցվածքների ոչնչացման եւ զրկում է դիվանագիտական ճանապարհով հարցը կարգավորելուց։ Նա պահանջել է անհապաղ դադարեցնել գործողությունները, միաժամանակ Հեզբոլլահին կոչ անելով
զինաթափվել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր հերթին շեշտել է, որ ոչինչ չի արդարացնում Լիբանանի հարավում ընթացող մասշտաբային էսկալացիան, պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Միջազգային այս ճշմարան ֆոնին Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է հայտնել իր հաջողությունների մասին։ Ըստ իսրայելական կողմի, Բոֆոր ամրոցի գրավումը ռազմավարական նշանակություն ունի սահմանամերձ համայնքների անվտանգության համար։ Ցախարի տվյալներով ապրիլի 16-ից հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելուց ի վեր ոչնչացվել է Հեզբոլլահի շուրջ 900 զինվոր, իսկ միայն վերջին գործողությունների ընթացքում Տյուրի շրջանում եւ այլ հատվածներում ոչնչացվել են զենքի պահեստներն ու հրամանատարական կետեր։ Լիբանանի վարչապետ Նաֆավ Սալամը Իսրայելի գործողությունները որակել է որպես այրված հողի քաղաքականություն եւ հավաքական պատիժ։ Հակամարտության հետևանքով մարդկային կորուստները շարունակում են աճել։ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալներով մարտի 2-ից ի վեր զոհվել է 3412 մարդ, վիրավորվել 10269։ Իսրայելական կողմն էլ հայտնել է 25 զինծառայողի մահվան մասին։ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվել է։ Քուվեյթի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը ողջ գիշերը որսացել են հակառակորդի հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Քուվեյթի պետական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկրի ողջ տարածքում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ Քուվեյթի վրա հարձակման մասին տեղեկություններից ընդամենը րոպեներ անց ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ հանգստյան օրերին ռազմական հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Ամերիկյան կողմը հստակեցրել է, որ թիրախավորվել են Գորուկ շրջանի եւ Քեշմ կղզու ռադիոլոկացիոն կայաններն ու անօդաչուների կառավարման կետերը։ Ըստ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության, այս գործողությունները եղել են չափավոր եւ նպատակային միջազգային ջրերում ամերիկյան անօդաչուի ոչնչացմանը ի պատասխան։ Ամերիկյան կործանիչները ոչնչացրել են նաեւ իրանական հակաօդային պաշտպանության համակարգեր եւ 2 հարվածային դրոն, որոնք սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանային ջրերում նավարկող նավերի համար, հայտնել է կենտրոնական հրամանատարությունը։ Okay, well, Mr. President, thank you for welcoming us back here to the White House. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ իր առաջարկած հրադադարի համաձայնագրով Թեհրանը միջուկային զենք չի ունենա, ակնարկելով, որ բանակցությունները այժմ կենտրոնանում են Իրանի միջուկային ծրագրի վրա։ Սոցցանցի իր էջում նախորդին արված գրառման մեջ նախագահ Թրամփը նշել է, որ գործարքը շատ հստակ ասում է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա։ Այնուհետև փաստաթուղթը երկար եւ բավական ուժեղ ձևակերպումներով անդրադառնում է միջուկային հարցի տարբեր կողմերի։ Ավելին, համաձայնագրի մեծ մասը հենց դրա մասին է։ Է Թրամփը։ Թեմային Սպիտակ տան ղեկավարը ավելի վաղ անդրադարձել էր նաև Fox News-ի եթերում մեկնաբան Լարա Թրամփին իր հարցին տված հարցազրույցի ժամանակ։ Ես մի երաշխիք պետք է ունենամ, որ միջուկային զենք երբևէ չի լինի, ասել էր նախագահը, հավելելով, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ։ Սրա ֆոնին Թեհրանից շարունակում են պնդել, որ իրենց միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ համաձայնություն չունեն Վաշինգտոնի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախորդին հաստատել էր, որ բանակցությունները շարունակվում են, սակայն հորդորել էր զգուշանալ շահարկումներից, շեշտելով, որ Թեհրանը չի կարող դատողություններ անել բանակցային գործընթացի մասին, քանի դեռ հստակ արդյունքներ չկան։ ԱՄՆ-ն ու Իրանը վերջին շաբաթներին մի շարք առաջարկներ են փոխանակել։ The New York Times-ը եւ Axios-ը մայիսի 30-ին հայտնել են, որ Թրամփը Թեհրանն է ուղարկել շրջանակային համաձայնագրի նոր տարբերակ, որն ավելի խիստ պայմաններ է ներառում։ Մալթայում հրավառ նյութերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Դեպքի հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, մեքենաներ եւ մոտակա այլ կառույցներ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ Ինդոնեզիայում ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 19 մարդ, անհետ կորած է համարվում 3-ը։ Ռումբը ենթադրաբար երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած է եղել։ Պայթյունի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն, մինչ հետաքննության ավարտը մոտակայքում բնակվողները լքել են իրենց տները հնարավոր փլուզումների վտանգի պատճառով։ Ինդոնեզիայի կղզիները երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարևոր ռազմաճակատ են հանդիսացել։ Մինչ օրս հետազոտողները կղզիներում հայտնաբերում են պատերազմի տարիներից մնացած գաղտնի ճապոնական ռազմական պահեստներ։